Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Էներգի մարզասրահից, ես Քնարիկն եմ, ես շարունակում եմ քայլել չեմպիոնական ճանապարհով, եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Նա ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է, Գինեսի եւ դյուցազնագրքի քառակի ռեկորդագիր, սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ, միջազգային կարգի սպորտի վարպետ է։ Իմ հյուրն է այսօր Զորիկ Պողոսյանը։ Ողջույն Զորիկ։ Ողջույն։ Զորիկ ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ շատ ուրախ եմ ձեզ ընդհանրապես տեսնել։ Զորիկ, դուք սկսել եք ծանրամարտով եւ հիմա էլ ծանրամարտի մարզիչ եք, բայց միևնույն ժամանակ զուգահեռ անցում եք կատարել դեպի եռամարտ։ Ինչու եւ առհասարակ ինչպես է սկսվել այդ ամենը։ Ինչպես եք մուտք գործել սպորտ։ Դեռ 9 տարեկանից իմ հայրիկը իմ անձնական մարզիչն է, այդ նկատի տեսնելով այդ ջիղը, տարեց ծանրամարտի մարզադպրոց եւ սկսեցի մարզվել։ Շատ կարճ ժամանակում ասեմ, որ սկսեցի ընտելանալ ծանրամարտին, սկսեցի կապվել, սիրել ու այսպես ասած դարձավ հոբբի ծանրամարտը ինձ համար։ Սկզբում տենց պրոֆեսիոնալ չէի մտածում, որ կարող է պրոֆեսիոնալ մարզիկ դառնամ, բայց փառք Աստծու իմ ուժերի շնորհիվ արդեն այսօր լուրջ հաջողություններ ունեմ։ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել երիտասարդների, գրավել եմ երրորդ տեղ ու դրանից հետո, այսպես ասած, իմ մոտ կանգ առավ ծանրամարտ սպորտաձևը, քանի որ ես իմ մոտ ավելի զարգացած էր ուժային եռամարտ սպորտաձևը, այսինքն կքանից վարժությունը իմ մոտ ավելի լավ է ստացվում։ Եվ անցում կատարեցիք։ Անցում կատարեցինք, մեր մարզիչների խորհրդակցությամբ ընդհանուր հայտարար եկան եւ մտածեցին, որ կարելի է անցում կատարել ուժային եռամարտի, որը ծանրամարտի ճյուղ է։ Ուժային եռամարտը իրենից ներկայացնում է 3 վարժություններ՝ ձգում, հրում եւ պարկած դիրքից հրում։ Կքանիստ։ Այդ բոլորը միասին ուժային եռամարտ սպորտաձևն է։ Միանգամից եկեք անցնենք ձեր հաղթանակներին, ձեր կարևոր հաղթանակներին։ Իմ կարևոր հաղթանակը, ինչպես նշեցի, եղել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալ, որից հետո արդեն իսկ 2019 թվականին Ուկրաինայի Լուծկ քաղաքում մասնակցեցի ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը եւ երկամարտի գումարով 620 կիլոգրամ արդյունքով դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ընդ որում գերազանցեցի այդտեղ թուրք մարզիկին մոտավորապես 45 կիլոգրամ։ Դա ինձ համար առաջին ամենամեծ բաղձալի արդյունքն էր, քանի որ յուրաքանչյուր մարզիկի երազանքն է աշխարհի օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը։ Դրանից հետո հաջորդ տարում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը 2020 թվականի նորից հաղթեցի Եվրոպա առաջնությանը, դից հետո սկսեց արդեն կորոնավիրուսի պայմաններում որոշակի այդպես հետընթաց եղավ սպորտում, բայց մենք մարզումները կազմակերպում էինք հեռավար, այսինքն ոչ մի անգամ բաց չենք թողել հեռավար ձևով կարողանում ենք կազմակերպել մարզումները, քանի որ ես նպատակ էի դրել, որ պետք է անպայման ավելացնեմ իմ մեդալների քանակը եւ 2021 թվականին արդեն կրկնակի Եվրոպայի չեմպիոն դառա Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ Զորիկ, ներկայացրեք ինձ նաև ձեր ռեկորդները Գինեսի դյուցազնագրքի եւ համաշխարհային, որոնք քայլ առ քայլ փոխել են եւ շարունակում են փոխել ձեր սպորտային պատմությունը։ Ռեկորդները դա այսպես ասած անհատական վարժություններ են, այսինքն ես կապնվեցի դյուցազնագրքի եւ Գինեսի Հայաստանի ասոցիացիայի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի հետ, մենք միասին քննարկեցինք, վարժության ձևը ընտրեցինք, որը որ ընդունվեց համաշխարհային ռեկորդների ցանկում կար, այսինքն այդ վարժությունը թույլատրելի էր եւ հենց առաջին վարժությունը 200 կիլոգրամը 2021 թվականին 200 կիլոգրամ ուսերից դրված 40 վայրկյան պահել եմ եւ կարողացել եմ այնուհետեւ բարձրանալ եւ նորից կքանստել ու բարձրանալ։
դա եղավ իմ առաջին դյութազնագրքի ռեկորդը, որից հետո մենք ներկայացրեցինք համաշխարհային ռեկորդների գրքում եւ հաստատվեց, հետո դա շարունակական մոտ այդ ջիղը սկսեցի ավելի զարգացնել եւ 2022 թվականին 170 կիլոգրամը կնայեք ուսերից նստած վիճակով քայլել եմ 3 մետր, որից հետո շրջադարձ եմ կատարել, սարսափելի է, հետ քայլել 3 մետր եւ կարողացել բարձրանալ, այնուհետեւ առանց հանգստի 10 անգամ կքանստել ու բարձրանալ։ Դրանից հետո արդեն իսկ գերազանցեցի իմ ռեկորդը, որովհետեւ Ինչ նշանակում գերազանցեցի։ Որովհետեւ այդ ռեկորդը դեռ ոչ ոք չէ սահմանել, վերջի անգամ ուրեմն սահմանել էր ալբանացի մարզիկը 160 կիլոգրամ, որից հետո ես մի անգամից 20 կիլոգրամ գերազանցեցի նրան եւ հաջորդ տարում արդեն իսկ 175 կիլոգրամ սարքեցի ծանծողի քաշը, արդեն իսկ իմ ռեկորդը գերազանցեցի, քանի որ այլևս ոչ ոք նման կիլոգրամներ չէր կարողացել բարձրացնել։ 185 կիլոգրամը փրկարարի է, որը նաև ծննդյան սովն է, սեպտեմբերի 4-ին, հենց ներքին գործերի նախարարության փրկարարության գլխավոր մասնաշենքի դիմաց ռեկորդը կատարեցի, 185 կիլոգրամ ուսերից դրված քայլեցի արդեն իսկ 4 մետր, որից հետո շրջադարձ քայլել եմ նորից 4 մետր եւ բարձրացել 10 անգամ կքանստել բարձրացել։ Դա իմ այսպես ասած սպորտային պատմության ռեկորդների մեջ ամենաբարդ ռեկորդն էր, որը գրանցվեց համաշխարհային եւ Գինեսի ռեկորդների ցանկում։ Եվ մեկ անգամ էլ ուրիշ վարժություն եմ արել արդեն առանց շրջադարձի, ծանծող ուսերից 210 կիլոգրամ ուսերից վրա դրված, կարողացել եմ 10 վայրկյան կքանստած մնալ, այնուհետև բարձրանալ, որից հետո 10 անգամ կքանստել։ Դա իմ ռեկորդների պատմությունն է, որը իմ սպորտային պատմության մեջ ինձ համար եւ մեր ազգի համար բերել է հաղթանակներ։ Այդ սարսափազդու ռեկորդներից հետո ձեր առողջությունը ինչ վիճակում է, Զորիկ, վնասվածքներ չունեք։ Դե յուրաքանչյուր մարզիկ ինձ թվում է պրոֆեսիոնալ։ Բոլորն էլ ունեն։ Որոշակի, հա, բայց այսպես ասած մի պահաշկ ես փակում, քանի որ պատասխանատվությունը մեծ է, գիտես, որ երկ ես ներկայացնում եւ ամեն ինչ մոռանում ես, թե անհնար է որ վնասվածքներ պրոֆեսիոնալ մարզիկը ուղղակի պետք է այդ վնասվածքներից խուսափել, պետք է ճշգրիտ մարզումներ կատարել, ճիշտ ռեժիմով սնվել, որը որոշակիորեն խուսափի վնասվածքներից, բայց ամեն դեպքում ոչ մեկ ապահովագրված չէ։ Ես եղել եմ ռեկորդից առաջ ունեցել եմ ծնգի վնասվածք, բայց այսպես ասած բուժել եմ հենց ծալաձողով, այսինքն ոչ թե բժշկի միջնորդությամբ, այլ հենց ծանծողով, վարժություններով ես կարողացել եմ բուժել ու փառք Աստծու մինչև հիմա որևէ լուրջ վնասվածքներ չունեմ։ Եթե ընտրում եք պրոֆեսիոնալ սպորտի ճանապարհը, պիտի գիտակցեք, որ ձեր առողջության մասին պիտի մոռանաք։ Այո։ Որովհետև միևնույն է ինչ ուզում է լինի, քայքայվում է առողջությունը ժամանակի ընթացքում։ Օրինակ, եթե կարողանեք ժամանակը հետ տալ եւ սկսել զրոյից նորից մարզիկ կդառնեք, Զորիկ։ Ինձ թվում է, այո, ուղղակի այն ժամանակ շատ որոշակի բաներ կորցրեցի, ճիշտ ասած, մի քանի տարի թողեցի ծառամարտը, չգիտեմ, այսպես ասած, ոնց որ գերական շրջան, ոնց ասում են, ճակերտների մեջ մի փոքր ուրիշ շեղվածություն էր, այսինքն սպորտը այդքան էլ տենց երկրորդական պլան էի մղվել, բայց իմ հայրիկի ջանքերի շնորհիվ ես նորից վերադարձա սպորտ եւ եթե ետ վերադառնամ եւ լինեմ այս մտածողության, հաստատ հենց ծանամարտ սպորտաձևով կկարողանայի լուրջ հաջողություններ հասնել, միայն դա համայն փոշմանել, որ հենց ծանամարտ սպորտաձևով չեմ կարողացել դառնալ աշխարհի չեմպիոն, բայց այդ բացը լրացել եմ ուժային երամարտով, ծանամարտ սպորտաձևով էլ լրացել եմ միջազգային կարգի սպորտի վարպետ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում եւ 7 անգամ մասնակցել եմ ծանամարտի
աշխարհի առաջնությունների, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, այո։ Իսկ ինչ մրցումային ռեկորդային պլաններ կան հիմա ինչի եք պատրաստվում։ Ներկա պահին ես աշխատում եմ մարզիչ, կրթում եմ սաներ, մարզում եմ սաներ, այդ օրինակ այդ իմ փորձը արդեն իսկ փոխանցում եմ իմ սաներին, հեռանկարային շատ մարզիկներ կան, որոնք նպատակասլաց հաճախում են մարզումների, բայց դրա հետ մեկտեղ ես դեռ, այսպես ասած, չեմ որոշել դեռ թողնել սպորտը, որովհետև դժվար է իսկապես էլ դες միանգամից չնայած տարիքը մի քիչ իրանն ասում է, բայց ամեն դեպքում հոգեբանորեն դժվար է։ Այո, հոգեբանորեն դժվար է եւ որոշել եմ Աստծո կամոք առաջիկայում չեմ կարող կոնկրետ ամիս նշել, բայց առաջիկայում սահմանել նոր ռեկորդ, նոր սենսացիոն ռեկորդ, Աստծո կամոք նոր սկսել եմ մարզումները, ինձ թվում է կստացվի, որովհետև ես միշտ, այսպես ասած, երբեք չեմ նահանջել, միշտ դեպի առաջ եւ ստացվել է մոտ, եթե նպատակ եմ դրել, փորձել եմ հասնել ու հույսով եմ Աստծո կամոք այս անգամ եւս կկարողանամ ռեկորդ սահմանել եւ նվիրել իմ հայ ազգին։ Ձեզ հաջողություն եմ մաղթում այդ գործում, Զորիկ ջան։ Զորիկ, դուք նաեւ փրկարար եք եւ դա բոլորովին այլ աշխարհ է։ Ինչպես եք կարողանում զատել այդ երկու տարբեր մասնագիտությունները։ Այսպես ասած, որոշակի կապ կա փրկարար եւ սպորտի կյանքում։ Ուժը։ Դե նաև ուժը, նաև հոգեբանությունը, որը սպորտն էլ ում պետք է լինես ուժեղ հոգեբան, սպորտում էլ որպեսզի կարողանաս, սպորտում էլ է շատ դժվարություններ տեսնում, փրկարարի կյանքում էլ, այսպես ասած, կարող ես լիքը բաներ տեսնել, բայց ես փրկարար եղել եմ մինչև աշխատելը։ Դա յուրաքանչյուր մարդու մեջ, ինձ թվում է պետք է լինի փրկարարի ջիղը։ Այսինքն, եթե ինչ-որ մի բան տեսնում է մարդը, անկախ իրենից փորձում է փրկել, անկախ իրենից, իր կամքից ուզում է վազել, չգիտեմ, ինչ-որ թե վթար լինի եւ թե ասենք հրդեհ լինի։ Ես մոտավորապես արդեն 6 տարի աշխատում եմ փրկարար ծառայությունում, շատ առաջարկներ եղել տարբեր ծառայություններից, բայց փրկարարի ես շատ եմ սիրում, դա ինձ համար իսկապես պատվով աշխատանք է եւ մեր ազգը ունի էլի այդ փրկարարի կարիքը նամանավանդ երկրաշարժներ տեսած եւ այլն։ Կան դեպքեր, որ խորազդեցություն են թողել ձեզ վրա։ Չի, իհարկե կան։ Վթարներ են լինում, տարբեր աստիճանի դեպքեր, պատահարներ են լինում, եղել է, երբ այդպես բառերով չնկարագրեմ, շատ բարդ, շատ ծանր, ասենք, մամնական վնասվածքներ եւ այլն, բայց պետք է սառնասրտորեն դրան մոտենաս, կարողանաս չընկճվես, խիզախորեն մոտենաս եւ պատվով կատարես փորձը անկախ մարդկային խոճապներից, այսինքն տեղում կարող լինի տարբեր արձագանքներ, տարբեր խոճապներ, բայց մենք միշտ ամենաառաջին ենք արձագանքում եւ անձամբ հենց մեր փրկարարական ջոկատը Հայաստանի թե Վանաձորի շատ պրոֆեսիոնալ ազնագազմ ունի, որոնք վերապատրաստումներ են անցնում տարբեր ներքին գործերի նախարարության կրթահամալիրում եւ արդեն իսկ փորձված մասնագետներ են աշխատանքի անցնում, որոնք ոչ մի պարագայում խոճապի չեն մատնվում եւ բարեխղճորեն կատարում իրենց գործը։ Ես ինքս էլ ամեն պարագայում երբեք խոճապի չեմ մատնվել, այլ փորձել եմ մարդկանց օգնել, թե հրդեհի մեջից մարդկանց հանել, տարահանել։ Ինձ համար փրկարարը դա կյանքի նպատակ է, փրկարարը բարձր կոչում է, մարդկային կոչում է։ Բայց հոգեբանորեն ամեն անգամ ձեզ վրա դա չի ազդում։ Դե սխալ կլինի, եթե ասեմ չի անդրադառնում, բայց փորձում ենք, եթե դու գիտես քեզ վնասելով ու դու կարող ես ասենք մի թեթև քեզ վնասես, բայց այդ թասքում ասենք տարբեր մարդկանց կյանքեր փրկես, դու արդեն մի քիչ էլ քո մասին մոռանում ես, որովհետև գիտես լավ գործ ես արել, բարի գործ ես արել, մարդկանց կյանքեր ես փրկել, արդեն իսկ այն մի փոքր այդ հոգեբանական լարվածությունը այդքան էլ չի հետաքրքրում։ Բերում եք բալանսի։ Այո։
Հետաքրքիր է։ Զորիկ, հիմա ես ձեզ կտամ ձեր բնավորությունը որոշակիորեն բացահայտող բլից հարցեր, արագ եք պատասխանում։ Բռունկ ունեք թե հանգիստ։ Հանգիստ։ Էմոցիոնալ եք թե սառը։ Էմոցիոնալ։ Նրբանկատ եք թե մակերեսային։ Նրբանկատ։ Համբերատար եք թե հակառակը։ Հակառակ։ Խանդոտ եք։ Այո։ Աստվածահավատ եք։ Այո։ Թալիսման ունեք։ Այո։ Ինչ թալիսման։ Իմ թալիսմանը իմ ներքին ուժն է, որը ես ուժ է ինձ համար թալիսմանը։ Ձեր այն բնավորության գիծը, որը ձեզ խանգարում է։ Վրացկոտությունը, շտապողականությունը։ Իսկ այն գիծը, որը ձեզ օգնում է։ Համբերատարությունը։ Ձեր ուժեղ կողմը որպես մարզիկ։ Կամքի ուժ ունենալը։ Ինչից եք վախենում։ Թանկ մարդկանց կորցնելուց։ Սեր թե հաղթանակ։ Հաղթանակ, բայց նաև սիրում մեջ հաղթանակ։ Չէ, մեկն եք պատասխանում։ Ես սեր երևի, այդ դեպքում, եթե սեր ելնի հաղթանակ է։ Աղմուկ թե լռություն։ Լռություն։ Ինչն է ձեզ երջանկացնում ամենաշատը։ Ընտանեկան ջերմությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ես ու Զորիկը ձեզ համար ցույց կտանք մի քանի ուսագոտու հրաշալի վարժություններ։ Զորիկ, տեսեք, ժապավենը կիսում ենք, մեջքի մկանները ուղիղ, մաքսիմալ, ձգում ենք ժապավենը, գնում ենք հետ, ամենասիրած վարժություններից է և բերում ենք առաջ, գնում ենք հետ և բերում ենք առաջ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս վարժությունը կկատարեք մինիմում 16 հաշիվ, այնուհետև Զորիկ հետևում զսպանակումներ ենք կատարում։ Սա նույնպես մինիմում 16 հաշիվ, սիրելի հեռուստադիտողներ, այնուհետև Զորիկ կողքից կողք։ Ահա։ Նորից մեջքի մկանները և որովայնի մկանները պահում ենք ամուր, սեղմած։ Այնուհետև նորից ձգում ենք ժապավենը և տեսեք Զորիկ, գնում ենք կողքից կողք, նորից ուղիղ մեջքով, կողքից կողք։ Այս վարժությունը ևս սիրելի հեռուստադիտողներ, բավական է Զորիկ, կկատարեք ամենաքիչը 16 հաշիվ։ Այնուհետև վերցնում ենք ծանրագնդերը, բարձրացնում ենք արտաշնչելով, ուսերին հավասար, այնուհետև բացում ենք, փակում ենք և իջեցնում ենք։ Բարձրացնում ենք, բացում ենք, փակում ենք և իջեցնում ենք։ Այս վարժությունը սիրելի հեռուստադիտողներ կկատարեք ամենաքիչը 16 հաշիվ։ Այնուհետև միայն առջևով արտաշնչելով բարձրացնում ենք և իջեցնում ենք։ Բարձրացնում ենք և շնչելով իջեցնում ենք։ Սա նույնպես սիրելի հեռուստադիտողներ կկատարեք 16 հաշիվ։ Այնուհետև ձեռքերը 90 աստիճան, Զորիկ։ Արտաշնչելով ուղղում ենք վերևում և շնչելով իջեցնում ենք։ Արտաշնչելով ուղղում ենք, շնչելով իջեցնում ենք։ Զսպանակումներ ենք կատարում։ Սա նույնպես ամենաքիչը 16 հաշիվ։ Վերջ, դրեցինք։ Զորիկ, շնորհակալություն։